Հանդապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին մեր հարցազրույցը սկսենք Փաշինյանի Թուրքիա կատարած այցը ամփոփելով, ինչ դիտարկումներ կանեք, հնչեցին ամենատարբեր գնահատականներ դրականից մինչև բացասական, ինչու այս խառը իրավիճակում Էրդողանը տեսավ նման հանդիպման եւ այցի անհրաժեշտություն, քանի որ հենց Էրդողանի հրավերով կայացավ այդ այցը Փաշինյանի։ Բարի օր, շնորհակալ եմ հրավերի համար, կարծում եմ, որ Էրդողանն ինքն էլ չէր կանխատեսում, որ ժամանակները այսպես կխառնվեն, որովհետեւ նման կարգի այցերը ծրագրվում են բավականին շուտ։ Եվ համակարգվում են օրակարգերը, երկկողմանի համաձայնություններ են լինում, այնպես որ Իրան-Իսրայել այս կոնֆլիկտը պարզապես կարծում եմ համընկավ այցի հետ, ու որևէ ձևով պայմանավորված չէր այցը այս կոնֆլիկտի հետ։ Իսկ որ նման այցեր պետք է տեղի ունենան, իսկ կարծում եմ դա օրինաչափություն է։ Առավել ևս, որ մենք իսկապես պետք է գրանցենք այս այցի պատմական լինելը սոսկ թեկուզ այն հանգամանքի համար, որ այլևս Թուրքիան եւ Հայաստանը իրենց հարաբերությունները չեն կարգավորում Մոսկվայի միջոցով, այլ մայրաքաղաքի միջոցով, այլ ուղղակի հարաբերվում են։ Թե այցից առաջ, թե այցից հետո բազում մեկնաբանություններ եղան, ես կարծում եմ, որ զուր էին այն սպասումները, որ մեկ այցով պետք է սահման բացվի, կամ մեկ այցով պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սա գործընթաց է։ Եվ այս այցը միանշանակ դրական ազդեցություն կունենա այս գործընթացի վրա։ Միանշանակ, այդտեղ արդեն կասկածելու կարծում եմ տեղիք չկա։ Իսկ թե ինչքանով կարողանա այն գործընթացները, որ մենք կոնկրետ Թուրքիայից ակնկալում ենք, այստեղ արդեն կախված է ոչ այնքան Հայաստանից, որքան այն առևտրից, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ցանկացած քայլ, կապված լինի Հայաստանի հետ, թե տարածաշրջանում որևէ այլ պետության հետ, փորձում է ճակերտներով ասած ծախել արևմուտքի վրա, այսինքն ինչ-որ բան տալ, ինչ-որ բան ստանալ։ Հիմա այդ գինը Հայաստանի համար բացառել, որ կարող է շատ բարձր լինի։ Բարձր ասելով ինչ նկատի ունեք։ Չգիտեմ, այստեղ, այսինքն Հայաստանը իր կենսական շահերը զիջի այդ հարաբերությունների կարգավորման հաստատման համար։ Եկեք սկզբանե պայմանավորվենք, որ Հայաստանը որևէ մեկին ոչինչ այլևս զիջելու չունի։ Ինչ կենսական շահի մասին կարող է խոսք լինել։ Միանշանակ է, որ Թուրքիան Հայաստանից կենսական ոչինչ այլևս չի պահանջում։ Եկեք վերանանք այդ մեղրու միջանցք հասկացությունից, որովհետև ոնց պատտվում է, որտեղ ինչ լինում է, լեննական ֆայտոն շուր գա, այստեղ ասում են, ահա այս Ադրբեջանը կմտնի, կվերցնի Սյունիքը եւ այլն։ Եկեք այդ մտայնություններից զարպազատվենք, գիտեք, մենք մեզ համար ստեղծել ենք վախերի, անverջ վախերի ինչ-որ շղթա, ու մեզ այնքան հարմարավետ ենք զգում այդ միջավայրում։ Մեզ համար ավելի լավ է վախենալ, վախեցնել, քան որևէ կոնկրետ հարց լուծել։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակները արդեն անցել են, վախերի ժամանակները անցել են, հիմա գործողությունների ժամանակն է, եւ այդ գործողությունների թվում է հենց Փաշինյանի այցը Թուրքիա։ Ալիևի ազդեցություն Էրդողանի վրա դուք ինչպես եք գնահատում այդ հարաբերությունների կարգավորման համատեքստով։ Այստեղ ըստեյության գնահատելու ոչինչ էլ չկա։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները ամբողջ աշխարհին են հայտնի, ընդամենը 1 օր առաջ Ալիևը այնտեղ էր երկրաշարժիստ ուժած քաղաքներից մեկում ամբողջ թաղամաս բացելու համար, բայց եթե նկատեցիք, Ալիևը շշտակի հեռացավ Թուրքիայից առանց այսպես բարեկամական հարաբերությունների այլ դրսևորումների։ Եվ այստեղ մինչև Փաշինյանի այցը նաև տեսակետ է շրջանառվում, որ այնտեղ հնարավոր է եռակողմ հանդիպում լինի եւ ասենք Էրդողանը հանդես գա խաղաղության համաձայնագրի կնքման միջնորդի դերում։ Չեղավ, գուցե լավ է, գուցե վատ է, իմ կարծիքով լավ է, որովհետեւ շատ ավելի Հայաստանի համար, հեռանկարային Հայաստանի համար շատ ավելի ձեռնտու կլինի, որ նման համաձայնագիրը կնքվի արևմտյան որևէ երկրում, ասենք Բրյուսելում, Փարիզում կամ նույնիսկ Վաշինգտոնում։ Այդ մենք ավելի երաշխավորված կլինենք, որ նույն այդ երկրները հանձնառու կլինեն նաև խաղաղության համաձայնագրի կատարմանը։
Ես կարծում փորձում եմ կանխել կամ գուցե նաև կանխում եմ ձեր հաջորդ հարցը, որ արդյոք նման զարգացումների հետևանքով Թուրքիային մենք չենք դարձնում տարածաշրջանում ակտիվ խաղացող, որտեղ այդ հարցն էլ շատ շրջանառվում է նույնիսկ այն ենթատեքստով, որ այ տեսեք Ռուսաստանին մենք դուրս ենք մղում, Ռուսաստանի փոխարեն բերում ենք Թուրքիա։ Մենք Թուրքիայում այո, համաձայն եմ։ Այո, վերցնում ենք Կարեն Կարապետյանից, որ գիտեք, դրանք ինչ ասեմ, նույնիսկ ծիծաղել է այդ ամեն ինչին միֆ ասել է, որտեղ միֆը շատ նույնպես գաղափարական լուրջ հասկացությունն է, այդ ամենը եկեք անվանենք քաղաքական բանդագուշենք պարզապես, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը վերջապես կրկնում եմ որոշել է ռուսական մոնոպոլիաներին Հայաստանի Հանրապետության տարածքում նվազեցնել, ռուսական մոնոպոլիաների ազդեցությունից դուրս գալ, իսկապես իր տնտեսությունը դիվերսիֆիկացնել, այս պարագայում կոնկրետ հեծերի առումով, դա հրաշալի է։ Դա առաջին եւ կարեւորագույն քայլերից մեկն է, որին պետք է հաջորդեն մյուս քայլերը, այդ թվում նաեւ Գազպրոմը, այդ թվում նաեւ Իրան-Հայաստան գազատարը։ Բազում նման հարցեր կան, որոնց մասին թե Հանրապետություն կուսակցությունը, թե մենք ձեզ այդ հարցազրույցներում բազմիցս անդրադարձել ենք, այո, դա տնտեսության դիվերսիֆիկացիայի համար շատ լուրջ քայլ կլինի, եւ ես կարծում եմ, որ եթե իշխանությունը գնում է այդ քայլը, նաեւ նախապատրաստել է այդ քայլի հաջողությունը։ Տիկին Ադամյան, խնդրահարույց չի, որ մասնավոր սեփականությունը ոնց որ պետությունը կվերցնի եւ դրանով կվախեցնի միջազգային ներդրողներին, որովհետեւ այդ տեղեկատվության կամ վարչապետի այդ հայտարարությունից անմիջապես հետո բոլորը ահազանգում էին, որ սա կվնասի Հայաստանի հեղինակությանը միջազգային եւ ներդրողները այլևս կխուսափեն Հայաստանում ներդրումները անելուց։ Որ արդեն քանի տարի է ամուսարը չի շահագործվում։ Խնդրահարույց չէր։ Միջազգային ներդրողներին վանող քայլ չէր։ Այսինքն ամեն ինչի բացատրություն կգտնվի, եթե ցանկությունը։ Գիտեք, սա ամեն ինչի բացատրություն չի, ես քաղաքացի բնավ սոփստություն չեմ անում, բայց ունեմ այդ բացատրությունները կամ ահազանգը հնչեցնողների նկատի ունեմ։ Միանշանակ, գիտեք, այստեղ պետք է լինի հստակ քաղաքականություն։ Ինչ ենք մենք անում Հայաստանի Հանրապետությունը ներդրողների համար գրավիչ դարձնելու համար։ Ինչ ենք մենք անում, որպեսզի Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իսկապես դիվերսիֆիկացում տեղի ունենա, ոչ թե անվանական անվերջ խոսենք այդ մասին, ոչ թե տնտեսական հեղափոխություն հռչակենք, բայց այդ տնտեսական հեղափոխությունը հանգեցնենք ԵԱՏՄ-ի հետ կապերի, հարաբերությունների, առևտրաշրջանառության, չգիտեմ ինչի ավելի խորացմամբ եւ հակառակը ԵՄ-ի հետ նույն առևտրաշրջանառության, ապրանքաշրջանառության նվազեցմամբ։ Մենք գործ ունենք իրականության հետ եւ մենք գործ ունենք այդ իրականության պատրանքների հետ, այ իրականության պատրանքները ԵԱՏՄ-ում են, որովհետեւ մեզ անվերջ թվում է թե մենք այնտեղ ունենք հաջողություններ, բայց մենք չենք կարող հաջողություններ ունենալ մի տարածքում, որը ինքը եւս պատերազմի մեջ է, որտեղ եւս կան պատժամիջոցներ եւ վերջապես որտեղ չկան նոր տեխնոլոգիաներ ու չկան զարգացման հնարավորություններ։ Ինչ զարգացում մենք պետք է ունենանք ԵԱՏՄ տարածքում։ Եկեք փորձեք համեմատեք ԵՄ-ի տարածքը, Եվրամիության շուկան, սպառման շուկան եւ ԵԱՏՄ-ի սպառման շուկան։ Այստեղս արևելք եւ Ռուսիա արևմուտք եւ Եվրասիա հակադրությունը չի, այստեղ մտածողության հակադրությունն է, աշխարհընկալման հակադրությունն է, փիլիսոփայության, վերջին հաշվով մարդու կենցաղային պայմանների, կենսակերպի հակադրությունն է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը լինի զարգացող, մենք պարզապես այլընտրանք չունենք, գնալու տեղ չունենք, առավել ևս որ այնտեղ որտեղ մենք ենք, այնտեղ մենք օտար ենք։ Այդ շրջապատում մենք օտար ենք, որտեղ գործնականում այդ շրջապատում մենք միակ ժողովրդավարական երկիրն ենք։ Հիմա բուն պատերազմին անդրադառնալով Տիկին Ադամյան փաստորեն երկուստեք հրթիռակոծությունները շարունակվում են, ԱՄՆ նախագահը երկու շաբաթ չսպասեց եւ կայացրեց այդ որոշումը ուղիղ հարվածելու Իրանին, իրանական կողմն էլ ամեն դեպքում սպառնալիքներից այն կողմ չի անցնում ամերիկյան այդ ռազմաբազաներին հարվածելու, չնայած որ այսօր տելեգրամյան ալիքներում արդեն տեղեկություն կար, որ որոշումը կայացված է, որոշները հայտնում էին, որ հարվածները արդեն եղել են, այնուամենայնիվ դուք այս պատերազմի, այս հակամարտության կանխատեսելի ելք տեսնում եք։
իրադարձությունների զարգացումը ուր կտանի եւ Հայաստանի անելիքները։ Այ մենք կհասցնենք այդ մեր տնտեսական դիվերսիֆիկացիայով զբաղվել այս պատերազմի պայմաններում, արդյոք սա չի վերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի ու մենք չենք ներքաշվի ակամայից այդ ամենի մեջ։ Ես կարծում եմ մենք այդ ամենի մեջ ներքաշվելու ընդհանրապես շանս ունենք ու փառք Աստծո, որ այդ շատ չունենք եւ ընդհանրապես փառք Աստծո, որ այդպես է։ Տեսեք, անverջ ասում են, որ այս պատերազմում հնարավոր են ռազմական զարգացումներ արդեն ի վնաս Հայաստանի։ Ես կարծում եմ, որ դա բացառվում է, բայց իհարկե Հայաստանի համար սա լուրջ անվտանգային խնդիր է, որովհետև առաջին հերթին մենք ունենք հնարավոր ռադիացիայի խնդիր, եթե իսկապես Իրանի տարածքում խոցվել են միջուկային օբյեկտները, եթե իսկապես այդ միջուկային օբյեկտները, որոնք համենայն դեպս ըստեղեկությունների ստորգետնյա են, ինչ-որ ձևով կարողանա ռադիացիան բարձրանալ, թեպետ Հայաստանի տարածքում, թե Իրանի տարածքում մշտապես ՄԱԳԱՏԷ-ն այդ ստուգումները անում է եւ առայժմ ռադիացիայի որևէ խնդիր չկա։ Բայց եթե պատերազմը շարունակվի, արդեն այսօր պատերազմի 10-րդ օրն է, թեպետ գուցե մի քիչ սխալ է, որ մենք անվանում ենք պատերազմ, եկեք անվանենք կոնֆլիկտ։ Ինչու՞։ Որովհետև դե ֆակտո երկու երկրները միմյանց հետ սահման չունեն։ Եվ սա այս պատերազմի, այս անգամ օգտագործեմ պատերազմ տերմինը, առանձնահատկությունն է, որ իրար հետ բախվում են երկրներ, որոնք ցամաքային սահման չունեն։ Ու սա նոր ժամանակների արդեն հիբրիդային պատերազմների շատ կարևոր բաղադրիչ է։ Ես ճիշտն ասած ուզում եի ձեր հարցին պատասխանել դեռ 2020-ի մեր պատերազմից սկսած։ Երեք Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Մոջահեդների այդ բոլորի հարձակումը Արցախի վրա համաշխարհային պատերազմների համաշխարհային պատմության մեջ որքան էլ զարմանալի է նորեջ էր։ Որովհետև մինչև այդ եղած պատերազմներում երբեք այդպես չէր օգտագործվել օդը եւ այդքան անօգնական չէր եղել պատերազմի Աստված հրետանին։ Սա պատերազմների պատմության մեջ այն էջն էր, որ գրեցին թուրքական բայրակթարները, բայց արդեն երբ սկսվեց Իրան-Իսրայել հակասությունները, բախումները, միանգամից ակնհայտ դարձավ, որ այդ բայրակթարները ընդհանրապես ոչինչ են։ Թեպետ բայրակթարների անզորությունը, բայրակթարների անկարողությունը ապացուցվեց նաև ռուս-ուկրաինական պատերազմում։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց ու շարունակվեց արդեն Արցախի դեմ պատերազմի դասերը հաշվի առնելով։ Դեք Ռուսաստանը ինչ ուզում է կարեք ցամաքի վրա կարողանում է առաջ գնալ, բայց Ռուսաստանը օդում միանշանակ պարտվում է նոր տեխնոլոգիաներին։ Եվ այդ նոր տեխնոլոգիաներն են, ռոբոտային պատերազմներն են, որ հնարավորություն են տալիս Ուկրաինայում Ռուսաստանի տարածքում այնպիսի կետեր խոցել, հիշեք սարդոստային գործողությունը, որ անգամ մինչև Սիբիր էին հասել, խոցելով ռուսական ռազմական օդանավակայանները։ Այս սա է նոր պատերազմների բնույթը։ Եվ մենք հիմա պիտի պատրաստվենք այսպիսի պատերազմների։ Հայաստանի Հանրապետության համար ես կարծում եմ, որ գետնի վրա իրական վտանգներ չկան։ Միակ վտանգը կարող է լինել հնարավոր է ռադիացիան, միակ վտանգ կարող է լինել, որ եթե պատերազմը ասենք շարունակվի, բնական է սահմանակից երկիր է եւ կարող են այստեղ բնակչության մեծ արտահոսք լինել եւ ով գիտի այդ բնակչության կազմում ովքեր կլինեն։ Կարող են ասենք Հայաստանի Հանրապետության տարածքներ թափանցել ոչ ցանկալի եւ մեզ համար վտանգ ներկայացնող, չգիտեմ ինչպես անվանել կարգավիճակը, բայց բոլոր պատերազմների ժամանակ էլ բոլոր երկրներում էլ դա լինում է։ Այնպես չի որ դա միայն հատուկ վտանգ է այսպես Հայաստանի Հանրապետության համար։ Եթե պատերազմը չափազանց երկարի եւ եթե Իրանը իսկապես հանկարծ որոշի փակել Հորմոզի նեղուցը, բնականաբար կարող է նավթի գինը բարձրանալ, բայց դա կբարձրանա ամբողջ աշխարհում եւ ոչ միայն մեզ համար եւ դա կլինի շատ կարճատև, որտեղ Իրանը երկար ժամանակով Հորմոզի նեղուցը չի կարող փակել։ Դեռ մենք այսպես ասում ենք Հորմոզի նեղուցը պատկերացնում ենք, որ այդ ամբողջ Հորմոզի նեղուցը միայն Իրանինն է, բայց իրականում այդպես չի։ Այնտեղ կա նաեւ Օմանը։ Եթե Իրանը հանկարծ
Իրանի մեջլիսում որոշումը կայացվեց Հորմուզի նեղուցը փակելու, բայց այդ որոշումը պետք է հաստատվի, թե Այաթոլլա Ալի Խոմեյնին հաստատի այդ որոշումը Իրանը փակի հանկարծ։ Իրանը մեխանիկորեն պատերազմի մեջ հայտնվելու Օմանի եւ ամբողջ արաբական աշխարհի հետ։ Դրանից ավելի շատ Իրանն է դժելու, թե մնացած երկրները, սա շատ մեծ հարց է։ Եվ դե հանկարծ Իրանը իսկապես գնա նաև իրեն մյուս սպառնալիքների հետևից, որ ինքը կհարվածի այն երկրների ռազմական օբյեկտներին, որոնք օգնում են Իսրայելին իր հրթիռային հարվածներից պաշտպանվել, սա էլ շատ ավելի մեծ վտանգ կլինի իր համար, որտեղ այդ երկրները բնականաբար կպատասխանեն։ Դա նշանակում է, որ դիվանագիտական այդ բանակցությունների սեղան վերադառնալու հնարավորությունն ավելի մեծ է, այո, որ Իրանում վաղ թե ուշ կկայացնեն այդ որոշումը վերադառնալ բանակցությունների սեղան։ Ես ուզում եմ այստեղ համեմատական անցկացնել Իրան-Իսրայել մյուս կոնֆլիկտների, նախորդած կոնֆլիկտների հետ, այս մի կոնֆլիկտը։ Նաև ձեր ասած հարցի ընդհատեքստում, տեսեք, նախորդ բոլոր կոնֆլիկտները ժամանակի մեջ շատ կարճ էին տևում, 1, 2, 3, 4 օր։ Իսրայելը խփում էր, Իրանը պատասխանում էր, ինչ որ տեղեկատվական հրաձգություն էր լինում, այդպես իրար շարվածում էին ու համարում էին, որ խնդիրները լուծվեցին, այս անգամ էլ լուծվեցին։ Բայց այս անգամ Իսրայելը խնդիր է դրել իսկապես Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը։ Եվ եթե ուշադրություն դարձրել եք, Իսրայելը հարվածում է Իրանի միջուկային օբյեկտներին, Իսրայելը հարվածում է Իրանի ռազմական օբյեկտներին, հատկապես հոբ համակարգերին, հատկապես հրթիռներին, հատկապես ինքնաթիռներին, բայց Իսրայելը երբեք ու երբեք չի հարձակման թիրախ չի դարձնում Իրանի ցամաքային զորքերը։ Սա շատ հետաքրքիր հանգամանք է։ Ինչ է նշանակում։ Ես կարծում եմ, որ Իսրայելը նպատակ չունի վնասել Իրանի ցամաքային զորքերին, գուցե նաև այն, ինչ ասեմ, հեռահար նպատակով, որ ինչ որ պահի, եթե Իրանի ժողովուրդը որոշի, որ կրոնապետության ժամանակները ավարտված են, բանակը մտնի գործողության մեջ, որտեղ բոլոր երկրներում էլ տեսեք Թուրքիայի բոլոր հեղաշրջումների պատմությունը ինչ է վկայում, բոլոր երկրներում էլ բանակն է իր վճռական խոսքը ասում իշխանափոխության մեջ։ Սա կարող է լինել հեռահար նպատակ, բայց ես կարծում եմ, որ Իսրայելը այս բոլոր իր գործողությունների մեջ դեռ 100%-ով չի հասել իր նպատակին, որովհետև որևէ մեկը աշխարհում, հակառակ նրան, որ Դոնալդ Թրամփը 5 րոպեն մեկ կարող է հայտարարել, որ հաջողության է հասել եւ այլն, որևէ մեկը այս պահին որևէ մեկը չի կարող ասել, արդյոք Իրանի միջուկային ողջզորությունը Ֆորդոյում եւ մյուս տեղերում, Նաթանզայում, Ֆորդոյում, մյուս տեղերում իրապես ոչնչացված է։ Ավելի նույնիսկ իրանցիները գուցե լիարժեք պատկերը չունեն, որովհետեւ Ամերիկան առաջին անգամ, Իրան-Իսրայել հակամարտության մեջ առաջին անգամ դե ֆակտո մտավ կոնֆլիկտի մեջ։ Եվ ամերիկյան ռումբերը հասան այդ արդյունքին, ինչին որ հասան։ Հիմա խնդիրն այն է Ամերիկան երկրորդի իր հարվածը, թե սա կլինի մեկ անգամյա գործողություն։ Արդյոք այս ամեն ինչը կնպաստի նրան, որ Իրանը հիմա գնա բանակցությունների։ Ես անկեղծորեն զարմացած եմ Իրանի դիվանագիտության կամ ավելի շուտ հակադիվանագիտության դրսևորումներով այս ամբողջ ընթացքում։ Տեսեք, եվրոպական երկրները փորձեցին իրենց խոսքը ասել, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, բանակցություններ Արաքչիի հետ, բանակցություններ, որոնցից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, ես չեմ հավատում բանակցություններին։ Տեսեք, մենք էլ Ալիևին չենք հավատում։ Բայց գնում ենք, չէ՞, հետը բանակցելու։ Այսինքն բանակցություններից առաջ հայտարարել, որ չես հավատում բանակցությունների արդյունքին, բարձրակարգ դիվանագետի համար թերևս նոնսենս է, որտեղ դիվանագետի խնդիրը ոչ այնքան անկեղծությունն է, իր զգացումները, զգացմունքները այսպես անկեղծորեն ներկայացնելը, որքան իր երկրի համար շահեկան դիրք ապահովելը, որքան անգամ ամենածանր իրավիճակում գնալ բանակցել եւ բանակցություններով ստանալ այն, ինչ չէ ստացել մյուս բոլոր պարագաներում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կամ գուցե Իրանի հոգևոր իշխանությունը, որովհետև բոլոր դեպքերում Իրանում իշխողը ոչ այնքան նախագահը, որքան Իրանը կրոնապետություն է, որքան Այաթոլլա Ալի Խոմեյնիին է։
Գուցե նրա թելադրանքն է Իրանի նման պահվածքը, բայց կարծում եմ արդեն այնքան են իրավիճակը այնքան է հասունացել, իրադարձությունները այնպեսի ընթացք են ստացել, որ Իրանը ինքը իր համար գոնե մեկ հարցի պետք է պատասխանած լինի։ Գնում եմ միջուկային գործարքի, գնում եմ բանակցության, այդ բանակցություններում ասում եմ այո, թե շարունակում եմ պնդել են երկար հայտարարությունների շարանը, ավարտեք ռազմական գործողությունները, որից հետո մենք միայն կբանակցենք, ճնշումներով Իրանը բանակցությունների չի գնա եւ այլն, առավել եւս նոնսենս է Իրանի արտաքին գործերի նախարարի Մոսկվա գնալը։ Ինչ պետք է այո Պուտինի հետ բանակցությունները գիտեք տասնամյակներով Իրանում համենայն դեպս հեղափոխությունից հետո մեծ սատանա անվանել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոքր սատանա Ռուսաստանին ու դա որևէ մեկի համար գաղտնիք չի լավ հիմա Իրանը ինչ է անում փորձում է մեծ սատանայի դեմ գնալ փոքր սատանայով այն պարագայում երբ այդ նույն մեծ սատանան փոքր սատանային երբ որ առաջարկեց իր միջնորդական այսպես ասած ջանքերը եսի ինչը պատրաստակամությունը Պուտինը Տրամպը ինչ պատասխանեց ասես նստիր տեղդ գնա քո հարցերը լուծի գնա քո կոնֆլիկտների հետևից ընդեղ միջնորդական ջանքեր գործադրի Ուկրաինայի հետ արի համաձայնության ստեղ դու գործ չունես արդյոք դա Արաքչին չգիտի իհարկե գիտի Եվ դարձյալ գնում է Ռուսաստան, նույնիսկ գնում է Թուրքիա, հետո Ռուսաստան։ Եթե ուշադրություն դարձրել եք, միջազգային հանրությունը համարյա թե դատապարտող խոսք չասեց Իսրայելի հասցեին, հակառակ նրան, որ այո Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ընդամենը երկու դատապարտող հայտարարություն է եղել, մեկը հնչել է Մոսկվայից, մեկը հնչել է Թուրքիայից։ Այսինքն միջազգային հանրությունն ընդունում է Իսրայելի պաշտպանական Իսրայելի պաշտպանության իրավունքը միջազգային հանրությունն ընդունում է որ Իրանը այնուամենայնիվ ահաբեկիչներին ֆինանսավորող ահաբեկիչներին սնուցող պետություն եւ այդ ահաբեկիչները Համասում են եւ այդ ահաբեկիչները Հեզբոլլահում են եւ այդ ահաբեկիչները հութիներն են եւ այս բոլոր գործողությունները նաեւ այնքան Այս ամբողջ շրջագծով նրանց հնարավորությունները նեղացվեցին, նրանք այնքան դուրս մղվեցին, նրանց ռազմական հնարավորությունները այնքան նվազեցվեցին, որ հիմա հարվածը հասցվում է Թեհրանին։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ արդյոք դա չեն հասկանում Թեհրանում, արդյոք դա չեն հասկանում Մոսկվայում, արդյոք դա չեն հասկանում Անկարայում։ Չէ՞ որ Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ հաջորդը Թուրքիան է լինելու, այսինքն ինքն էլ իր վախերն ունի։ Սա է միջազգային իրավիճակը եւ այսքանից հետո եթե Թեհրանում դեռ որոշում են կայացնում որ իրենք ինչ որ պայմաններ պիտի առաջարկեն կամ ինչ որ շարունակեն հարվածներ հասցնել Իսրայելին լավ հարվածեցին լավ ասենք մի քանի տուն ավիրվեց լավ մի քանիսով ավելացավ զոհերի թիվը սկզբունքային ռազմավարական նշանակության ինչ խնդիր այսօր ունի Իրանը լուծելու պատժամիջոցների վերացումը անվտանգության հաստատումը, խաղաղության հաստատումը։ Ինչպես կարող է հասնել այս խնդիրների լուծմանը գործող վարչակարգով։ Սա է խնդիրը։ Եվ պատահական չէ, որ այս ամբողջ ընթացքում շրջանառվում էր նաև թե Նետանյահուի թեթև ձեռքով, թե Իրանի շահի որդու թեթև ձեռքով, որ Իրանում կարող է տեղի ունենալ իշխանապողություն եւ Իրանը վերջապես կրոնապետությունից կարող է անցնել աշխարհիկ պետության։ Այս բարդ իրավիճակի մանրամասներից մեկն էլ սա է։ Հիմա որոնք պիտի լինեն Հայաստանի Հանրապետության կոնկրետ դասերը այս ամեն ինչից, եթե փորձեմ կարճ բանաձևել, Առաջին, որ պատերազմների բնույթը փոխվել է հիբրիդային պատերազմների ժամանակ ավելի շատ 6-րդ սերնդի պատերազմում օգտագործվում են ռոբոտային միջոցները։ Սա մեզ համար դաս պիտի լինի մեր բանակի վերակազմակերպման մեջ եւ երկրորդ ամենակարևոր դասը ճիշտ ընտրել քո դաշնակիցներին Իրանը այսօր մենակ է մնացել աշխարհում Իսրայելը երբեք մենակ չի լինի որտեղ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների պես դաշնակից որոնք են մեր դաշնակիցները եւ մեր դաշնակիցների հետ ինչ ռազմաքաղաքական հարաբերություններ մենք ունենք այս երկուսը մեզ համար պետք է ոսկի կանոնի պես այս պատերազմից այս կոնֆլիկտից այս բախումից մենք մեզ համար առանձնացնենք եւ դնենք մեր արտաքին ու ներքին քաղաքականության հիմքում Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։
60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Տիկին Ադամյան, ամփոփելով շատ կարճ անդրադառնանք նաև այս իշխանություն, հոգևորականություն վերջին օրերին այդ առճակատմանը, դուք այն անվանում եք արդեն եկեղեցի պետություն հակամարտություն կամ առճակատում, չգիտեմ, շատերն էին այդպես բնութագրումի սկզբանե, բայց ոմանք դեմ էին արտահայտվում, որ պետք չի ասել, թե եկեղեցու դեմ է Նիկոլ Փաշինյան, ասում էին առանձին հոգևորականներ քաղաքականությամբ են զբաղվում, ստանում են համարժեք պատասխան։ Հիմա այս ամենի վտանգավորությունը ո՞րն է։ Մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը երեկ էլ հայտարարություն տարածեց, որ հակաեկեղեցական արշավ է, որը պետականության դեմ է, որը խարխլելու է մեր պետականության հիմքերը եւ իշխանությունը չպետք է այսպիսի վարքագիծ դրսեւորի, այս առճակատումը մեր երկրի շահերից չի բխում։
Ձեր թույլտվությամբ ես մի քիչ կփորձեմ երկար պատասխանել այս հարցին, որտեղ ինձ համար իսկապես սա սկզբունքային նշանակություն ունեցող հարց է։ Գիտեք, մենք սովորաբար բոլորս շատ հեշտորեն սահում ենք իրադարձությունների մակերեսով ու չենք փորձում խորանալ պատճառների մեջ։ Ինչու էսպես եղավ, ինչու էս հետևանքներին արդեն ողջ հասարակությանը փորձեցին ներխառնել։ Ինձ համար ի սկզբանե միանշանակ է, որ չի կարող լինել պետություն եւ հայ առաքելական եկեղեցի հակամարտություն, դա բացառվում է, դա դեմ է ազգային միասնությանը, դա բացառվում է։ Կարող է լինել հոգևորականներ իշխանություն կոնֆլիկտ եւ այսօր հոգևորականություններ իշխանություն կոնֆլիկտ է, որը փորձում են երկկողմանի փորձում են բարձրացնել, վերաճեցնել, այսպես ասած, պետություն եկեղեցի կոնֆլիկտի, որը չի ստացվելու, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին հավատացեք ինձ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ չեն, որոնք մտել են քաղաքականության մեջ։ Հայ առաքելական եկեղեցին մենք ենք, դուք եք, ես եմ, հավատացյալներն են, այն հոգևորականներն են, որոնք շատ ազնիվ, շատ Աստծո հետ հաշտ ու մարդկության հետ հաշտ իրենց ծառայությունն են մատուցում եկեղեցուն եւ բոլորովին նրանց անունները մենք չենք իմանա երբևէ, որովհետեւ նրանք սկանդալների մեջ չեն մտնում։ Նրանք ծառայում են Աստծուն ու ժողովրդին։ Այն նրանք են հայ առաքելական եկեղեցին եւ այն հավատացյալները, որոնք եւս չեն ներքաշվում այս ամեն ինչի հետ, որոնք մնում են իրենց Աստծո հետ, մնում են իրենց հավատի հետ։ Այդ նրանք են հայ առաքելական եկեղեցին, բայց մեր գերքաղաքականացված ժամանակներում այնպես ստացվեց, որ 2020-ից հետո Ռուսաստանի Դաշնությունը պրոյեկտեց արդեն իր պայքարը Հայաստանի Հանրապետությունը գուբերնիա դարձնելու պայքարը նաև եկեղեցու վրա։ Տեսեք փողոցում ինչքան հայտնի ու անհայտ դեմքեր անցան, քանի քաղաքական դիակներ ռեինկարնացիայի ենթարկվեցին, նետվեցին փողոց, ինչ թե ինչ որ հաջողության կարող են հասնել։ Վստահաբար փորձելու են էլի քանի քաղաքական դիակների հանգուցյալների վերակենդանացնել 2026 ընտրություններում ասպարեզ նետելու համար նոր կուսակցություններ ստեղծելով կամ հներին ֆինանսական ու քաղաքական, այսպես ասած, կեղծ գաղափարական ներարկումներ անելով։ Ամենացավալին ինձ համար այս ամբողջ իրադարձությունների մեջ այն էր, որ աշխարհիկ բոլորից հույսները կտրած Կրեմլում որոշում ընդունվեց, որ պետք է ներքաշեն այս պայքարի մեջ եկեղեցուն, որովհետև եկեղեցին հայ ժողովրդի համար գերկարևոր նշանակություն է ունեցել թե պետականություն չունեցած ժամանակահատվածներում դարերի ընթացքում, թե պետականություն ունեցած ժամանակահատվածում։ Այսպես եկեղեցին մտավ քաղաքականության։ Իսկ իշխանության արձագանքը դա նորմալ է, այն բառապաշարով, որով վարչապետն է արձագանքում, դա նորմալ է Տիկին Ադամյան։ Ես կարծում եմ, որ այստեղ առաջին քայլը այնուամենայնիվ եկեղեցին պետք է անի կարգալուծանելով այն հոգևորականներին, որոնք բացահայտ մտել են քաղաքական պայքարի մեջ։ Խոսքը երկու թեմերի առաջնորդների մասին է, որոնք հեղաշրջման կոչեր, փորձեր, եսի մինչեր են անում, սրբազան պայքարներ եսի մինչեր են ստեղծում, հայտարարում, այո։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին անդրադառնալով միանշանակ մերժելի է այդ բառապաշարը, բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը հանկարծ ոսկեղենիկ հայերենով գրում է. հայ առաքելական եկեղեցու հարգարժան հետևորդներ եւ այլն, եւ որևէ մեկը նրան ուշադրություն դարձնելու է, էպատաժը, սկանդալը այսօր դարձել է քաղաքականության գործիքներից մեկը։ Եվ սա եւս հիբրիդային պատերազմի գործիք է։ Մեզ բոլորիս փորձում են ներքաշել այդ էպատաժի մեջ, մեզ բոլորիս փորձում են դարձնել ցինիկ, մեզ բոլորիս փորձում են դարձնել անտարբեր, մեզ բոլորիս փորձում են դարձնել ինչու ոչ նաեւ հայհոյախոս։ Այո։ Եվ սրա պատճառը գիտեք ո՞րն է։ Ասեմ չզարմանաք, սրա պատճառը 2020-ի մեր պարտությունն է։ Սրա պատճառը այն է, որ այն ժամանակ մեր մեջ այնքան վախ, տագնապ, ինչ ասեմ, պարտության ցավ ու կսկիծ կուտակվեց, որի հետ մենք չենք կարողանում հաշտվել, որը մենք դեռ չենք կարողացել մեզնից դուրս մղել։ Այ մենք դառնում ենք ագրեսիվ, ազգովի մենք դառնում ենք ագրեսիվ, եւ մեր ագրեսիան մենք չենք ուղղում թշնամու դեմ, այդ թշնամին ստորենագրակում է, այդ ագրեսիան մենք մեր դեմ ենք ուղղում։ Հիմա սա մեզ օգուտ է թե վնաս է, սա պետության հիմքերը քայքայում է թե չի քայքայում, սա մեզ որպես հասարակություն միմյանց
նկատմամբ ավելի հանդուրժողական, տոլերանտ, սիրալիր, չգիտեմ, ինչ է, հարգալից նվազագույնը, միանգամայն ճիշտ եք, նվազագույնը հարգալից դարձնում է, կարծում եմ ոչ, եւ այստեղ արդեն մենք պետք է վերջակետելու ժամանակն է։ Գիտեք, ոչ Նիկոլ Փաշինյանին է հաջողվելու հասնել վեհապարի հրաժարականի, որտեղ դա նոնսենս է։ Ամենապես հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ վեհապարի հրաժարական չի եղել։ Կամ եթե եղել է, չգիտեմ, արդեն երբ է եղել, որ դարում ու ինչ կերպ։ Հակառակ հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են բազում ամուսնացյալ կաթողիկոսներ։ Սկսած Գրիգոր Լուսավորիչից։ Ամենայնպես այն ժամանակ Գրիգոր Լուսավորիչը գա ժառանգում էր որդուն, որդին ժառանգում էր որդուն, ընդունված կարգ էր։ Եվ ես կարծում եմ, որ կուսակրոնությունը 21-րդ դարում արդեն պետք է դադարի ընդհանրապես որևէ եկեղեցու, ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, որևէ եկեղեցու պատմության մեջ պետք է դադարի տաբու լինել եպիսկոպոս ու արքեպիսկոպոս օծվելու մեջ, որովհետև անցել են այդ ժամանակները, որ մարդիկ պետք է գնային մենախցերում ճկնեին, հրաժարվեին աշխարհիկ, եսիմ ինչ հաճույքներից, ինչ վուշե թե ինչի հանդերձներ հագնեին, գլուխներին մոխիր շախտային, մաղոթեին, անցել են այդ ժամանակները, չփորձենք եսիմ որորդ դարը բերել 21-րդ դար, մեր խնդիրը ոչ թե հետ գնալն է, մեր խնդիրը առաջ գնալն է, իսկ առաջ գնալու համար մենք պետք է ունենանք եկեղեցի պետություն, համերաշխություն, առաջ գնալու համար ես կարծում եմ, որ մեզ մնացել է միայն մեկ ճանապարհ, այս պարագայում, այս կոնֆլիկտի, այս փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ հրաժարականների պահանջի կոնտեքստում մենք պիտի հասկանանք մեր շահը, մեր պետությունը պիտի լինի, որևէ Մոսկվա, որևէ չգիտեմ, երկիր մեզ չի կարող թելադրել իր պահանջները, մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, դա պետք է հասկանայի եկեղեցին, դա պետք է հասկանայի իշխանությունը եւ պետք է ինթառաջ գնացող քայլեր անեն, պետք է նստեն սեղանի շուրջ տետ-ա-տետ եւ ստորագրեն եկեղեցի պետություն հուշագիր, որտեղ կողմերը փոխադարձ համաձայնության կփիքսեն միմյանց պարտականությունները, միմյանց իրավունքները, միմյանց անելիքները, ելքը դա է, այլ ելք չկա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։